Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը օրերս հրապարակեց իր իրականացրած մի ծրագրի արդյունքները։ Հայաստանի 70 բնակավայրերից 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 800 քաղաքացիներից հավաքել էին նրանց հուզող թեմաներին առնչվող հարցեր ուղղված 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվող քաղաքական ուժերին։ Քաղաքացիներին հուզող հարցերի մեծամասնությունը սոցիալական բնույթի էին։ Ինչ պատասխաններ են տվել իրենց նախընտրական ծրագրերում քաղաքացիներին գերազանցապես հուզող այդ հարցերին կուսակցությունները։ Նաև այս մասին ենք զրուցելու ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակում 19-րդ համար Վահագն Խաչատրյանի, ՀՅԴ ցուցակում 12-րդ համար Արա Նռանյանի եւ ՕԵԿ ցուցակում 17-րդ համար Արթուր Միսակյանի հետ։ Ուրեմն եւ այսպես հարցադրումներից առաջինը գլխավորը աշխատատեղերն են, կարելի էր գլխի ընկնել։ Դաշնակցությունը, ես գիտեմ, պատրաստակամություն է հայտնել Սփյուռքի օժանդակությամբ Հայաստանում բացել արտադրական խոշոր ձեռնարկություններ, ապահովելով առնվազն 200,000 նոր աշխատատեղեր։ Այսքան է, պարոն Նռանյան, թե ունեք այլ առաջարկներ։ Ոչ, 200,000 աշխատատեղեր ստեղծելու ենք ամբողջ մեր տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում։ Մենք ծանոթացել ենք Transparency International-ի հետազոտությանը, ճիշտ է այն ուշ է հրապարակվել, արդեն մեր նախընտրական ծրագիրը հրապարակվել էր, բայց հետարքեր, որ ըստ էության մեր նախընտրական ծրագիրը պատասխանում է այն բոլոր հարցերին, որոնք մատնանշել են մեր քաղաքացիները։ Եվ մենք ասում ենք, որ մեր նպատակն է կրկնապատկել 5 տարվա ընթացքում համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն եւ ստեղծել 200,000 աշխատատեղ լրացուցիչ։ Այդ ներդրումները, որ դուք հիշատակեցիք Սփյուռքի եւ համաշխարհային հայտնի կազմակերպությունների հետ համագործակցության, որ պետք է կատարեն Հայաստանում, դա ընդհանրապես մի փոքր մաս է։ Յուրաքանչյուր կետ մեր ծրագրում ունի իր հետևից կոնկրետ ստեղծվող աշխատատեղեր գյուղատնտեսության ոլորտում, փոքր միջին բիզնեսի ոլորտում, արտանման խթանման ուղղությամբ, այսինքն ամեն մի կետ ունի իր թիրախային նպատակը եւ 200,000 ձևավորվել է ամբողջ մեր նախընտրական ծրագրի գործունեության։ Քանի նոր աշխատատեղ է առաջարկում ստեղծել օրինաց երկիր կուսակցությունների նախընտրական ծրագրում։ Շատ, բավականին շատ, ես պետք է ասեմ, որ աշխատատեղերի ստեղծման գործընթացը պետք է ունենա մի քանի ուղղություններ։ Նախ առաջին, Հայաստանում պետք է զարգ տալ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Մենք առաջարկում ենք ստեղծել ուրեմն խառը մասնավոր եւ պետական հիմնադրամներ, որոնք պետք է օժանդակեն փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Տեսեք, Հայաստանում փոքր եւ միջին խավը պետք է ուրեմն զարգանա։ Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք պետք է ստեղծվեն, դրանք ապահովեն լուրջ աշխատատեղեր, բավականին շատ աշխատատեղեր եւ ես մի ոլորտ էլ նշեմ, դա գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ մենք առաջարկում ենք ուրեմն զարգացնել Հայաստանում կոոպերատիվ, այսպես շարժումը, որտեղ գյուղացիները պետք է համադրեն իրենց ռեսուրսները եւ ուրեմն մեքենատրակտորային մեխանիզմները եւ ուրեմն վարելահողեր, հողակտորներ, որոնք պետք է զարգ տան գյուղատնտեսության զարգացման եւ գյուղ ոլորտում նոր աշխատատեղերի բացման։ Պարոն Խաչատրյան, Հայազգային կոնգրեսը կարծես առանձին նախընտրական ծրագրով ամենայն դեպս դեռ հանդես չի եկել, նշելով, որ 100 քայլն է իր տնտեսական ծրագիրը։ Այս կապակցությամբ կոնկրետ թիվ կարող եք նշել աշխատատեղերի վերաբերյալ, ինչ է առաջարկում Հայազգային կոնգրեսը։ Ասեմ դες, մենք այդպիսի խնդիր չենք դրել մեր առջև, կոնկրետ թվեր հրապարակել։ Մենք հիմնականում նաև 100 քայլում ուշադրությունը սևեռնենք այն մեխանիզմների վրա, համակարգի վրա, որ պետք է ստեղծել, որը կապահովի նաև աշխատատեղեր եւ սոցիալական բոլոր մնացած խնդիրներ լուծելու հնարավորություններ կտա քաղաքացուն։ Որտեղ մենք այդպեսին ենք տեսնում նաև ամբողջ տնտեսական համակարգը։ Եվ տեսեք, եթե ոչ թե մենք չենք ցանկացել կամ չենք այդպիսի կարիք չենք զգացել հաշվարկելու աշխատատեղերի եւ մնացածը, բայց որո դեպքերում մենք ավելի կարեւորին ենք հիմնականում սկզբունքներ ներկայացնել, որը ինքը իր հերթին կբերի այն ամենը, ինչի մասին այսօր հանրությունը անհանգստացած է։ Հիմա այս իմ ձեռքի տակ հանրապետական կուսակցության խոստումներն են, որը հետագայում դարձել է նաեւ կոալիցիան իշխանության քաղաքականություն, ասենք նույն աշխատավարձի համար 2 անգամ բարձրացնել աշխատավարձ, կենսաթոշակները 5 տարվա մեջ բարձրացնել 2.5 անգամ։ Ոչ մեկ։ Ինչ որ կարծում չէր կարծա։ Աղքատության մակարդակը բարձրացնել 1.5 անգամ։ Չէր կարող կատարվել ի սկզբանե, ես դրա մասին եմ ասում, որովհետև այն համակարգը, որը գործում էր 2007 թվականին եւ որը փոփոխության չի ենթարկվեց 5 տարիների ընթացքում, այս համակարգը ոչ դրացից աշխատատեղ կստեղծի, ոչ աշխատավարձ կբարձրացնի, ոչ էլ սոցիալական համապատասխան համակարգ կստեղծի, որից գող կլինեն մեր քաղաքացիները։ Միջանկյալ փոքրիկ հարց, դուք կոալիցիոն ուժ եք, եթե ձեր այս նախկին խոստումները չեն կատարվել, որը երաշխիքը, որ կկատարվեն այն խոստումները, որոնք դուք քիչ առաջ մատնանշեցիք։ Պետք է նշեմ, որ 2008 թվականին, երբ որ Հայաստանում սկսվեց ուրեմն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը,
2008-ի վերջին եւ 2009-ի սկզբներին ուրեմն մի շարք ծրագրեր, նաեւ պետական ծրագրեր, որոնք պետք է իրականացնել կառավարությունը, դրանք չիրականացրեց, բայց պետք է ասեմ, որ կառավարությունը իր հիմնական սոցիալական պարտավորությունները ազգաբնակության նկատմամբ դա իրականացրել է։ Ես մի փոքր ավելացում անեմ իմ նախորդ ասվածին, մենք ասում ենք, որ պետք է ստեղծել անհրաժեշտ բավարար օրենսդրական միջավայր եւ բարենպաստ միջավայր, որպեսզի Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր։ Պետությունը որպես այդպիսին, որպես մարմին պետք է ուղղակի աջակիցը լինի աշխատատեղերի ստեղծմանը։ Բոլոր բարենպաստ պայմանները պետք է ստեղծվեն, որպեսզի Հայաստանում իրականացվեն ներդրումներ, վերաբացվեն գործարաններ, փոքր եւ միջին բիզնեսը, տեսեք, մենք շատ ենք խոսում փոքր եւ միջին բիզնեսից։ Իսկապես պետք է փոքր եւ միջին բիզնեսին տալ արտոնություններ, վարկավորման համակարգում եւ օրենսդրական մեխանիզմները, որպեսզի մարդը կարողանա փոքր միջին բիզնես հիմնադրի եւ բացի աշխատատեղ։ Երկրորդ հուզող հարցը կենսաթոշակներն են, առավել հուզող։ Դա էլի Դաշնակցության ծրագրին դուք առաջարկել եք ներկայիս գործող 31.2 դրամ միջին կենսաթոշակը ավելի քան կրկնապատկել եւ հասցնել 63,000 դրամի։ Պարոն Նորանյան, ընդհանրապես սրանք իրատեսական խոստումներ եք համարում։ Ընդհանուր առմամբ ձեր այս սոցիալական բնույթի խոստումների արժեքը փորձագետները գնահատում են, որ այդ առաջարկների գինը առնվազն $1 միլիարդ է։ Նախ ասեմ, որ մեր ծրագիրը երկու մասից է բաղկացած, որտեղից ենք վաստակում գումարը եւ ինչպես ենք այն ծախսում։ Բայց ամենակարևորը մենք տալիս ենք տնտեսական զարգացման մոդել։ Մենք ասում ենք, որ այսօրվա տնտեսական համակարգով, այսօրվա կառուցվածքով բնական այդ ամենը չի կարող ստեղծվել։ Մենք ստեղծում ենք նոր տնտեսություն, ավելի մեծ տնտեսություն, ավելի շատ աշխատատեղերով եւ լրիվ նոր կառուցվածքով։ Ինչ վերաբերում է կենսաթոշակային խնդիրներին, իրականում մենք այդ գումարները ունենք եւ մենք ժամանակին ասում ենք, որ անհրաժեշտ ճիշտ բարեփոխումներ իրականացնելու դեպքում մենք կարող ենք տարեստարի այդ թոշակները եւ աշխատավարձները բարձրացնենք։ Կառավարությունը մտածված վարմեցած եկամտի քաղաքականություն եւ դա հայտարարված քաղաքականություն է եւ կոալիցիոն ուժերը պատասխանատու են այս վերջի տարիների ընթացքում ըստ էության բնակչության աղքատացման համար։ Ինչ վերաբերում է կենսաթոշակային խնդրին, ապա բարեփոխումների փաթեթը, որը ընդունվեց կառավարության առաջարկությամբ կոալիցիոն ուժերի կողմից, ունենալու է կործանարար հետևանքներ եւ ուզում եմ ասել, որ նույն օրինաց երկիրը իր ծրագրում մի դրույթ ունի գրված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, սակայն քվեարկել է օգուտ այս փաթեթի, որը ընդհանրապես չի համապատասխանում կուսակցությունների նախընտրական ծրագրերին։ Եվ մասնավորապես նշել են, որ նա կանանց տարիքը պետք է թոշակային նվազեցնել, այնինչ այս կենսաթոշակային փոփոխություններով Չէ, իրենք ծառայչարությամբ, այնինչ այս բարեփոխումներով ընդհանրապես հակաժողովրդագրական քաղաքականություն է դրված եւ օրինակ ծնելիությունը չի խրախուսում եւ կանայք սկսել են ավելի քիչ երեխա ունենալ եւ այսինքն խնդիրները իդեպ մի բան էլ ասեմ ամենայն պատասխանությամբ ասում եմ որ խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցություններից Դաշնակցությունը միակն է եղել որը 5 տարվա ընթացքում հետամուտ է եղել իր նախընտրական ծրագրի դրույթներին, ավելին ասեմ, նույնիսկ ընդդիմություն լինելով, մենք ավելի շատ ենք մեր նախընտրական ծրագրի դրույթները կատարել, քան ամբողջ կոալիցիան միասին վերցրած։ Պարոն Իսահակյան, դուք կարող եք պատասխանել, բայց խնդրում եմ նաև հավելեք, թե հիմա ինչ եք կենսաթոշակների կապակցությամբ առաջարկում։ Կենսաթոշակները պետք է բավարար լինեն, կենսաթոշակի մակարդակը պետք է բավարար լինի մարդու նվազագույն, ուրեմն կենսապահովման համար։ Մարդը պետք է կարողանա ստանալ արժանապատիվ կենսաթոշակ։ Եվ պետք է հակադարձեմ պարոն Նորանյանին, որ մեր նախընտրական ծրագրում մեկ դրույթ չէ կենսաթոշակների հետ կապված, այլ բազմաթիվ դրույթներ են, ինչ վերաբերում է կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը։ Ուրեմն դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կենսաթոշակային տարիքում Հայաստանի կստանա երկու կենսաթոշակ՝ կൂട്ടակային եւ սոցիալական։ Եվ ինչ վերաբերում է ծնելիության եւ ուրեմն դեմոգրաֆիական խնդիրներին, պետք է նշեմ, որ այս ոլորտում մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերը եւ նաեւ այն ծրագրերը, որոնք մենք առաջարկում ենք, ըստ էության ուղղակի զարգացում են ապահովելու այս ոլորտում։ Մասնավորապես ներողություն եմ խնդրում, մասնավորապես մենք առաջարկում ենք օրինակ միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել ոչ միայն աշխատող մայրերին, այլ նաեւ չաշխատող մայրերին, որովհետեւ բոլոր հետազոտությունները, փորձագիտական, մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ
այդ նպաստի կարիք ունեն ավելի շատ չաշխատող մայրերը։ Եվ մյուս խնդիրը միանվագ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված։ Տեսեք, մենք երկար ժամանակ նաև բոլոր վերջին 5 տարիների պետական բյուջեի առաջարկությունների եւ քննարկումների ժամանակ մենք ասում ենք, որ առաջի երեխային տալիս ենք 50, երկրորդ երեխային 50,000 դրամ միանվագ նպաստ, երրորդ երեխային 430,000։ Մենք հիմա առաջարկում ենք դա տարբերակել։ Առաջի երեխային 100,000, երկրորդին 200, հինգերորդ երեխային 1 միլիոն դրամ։ Մի հարց էլի կապված հենց բանից։ Նույն տեսեք, կենսաթոշակային այս բարեփոխումներով կൂട്ടակային, որը դուք գովաբանում եք, ըստ էության նոր ավանդների համակարգ է մտնում։ Դուք այդքան ավանդների, ավանդատուների խնդիրները շահարկելով, այսօր կողմ եք քվեարկում նոր լոտոին, որը կառավարությունը առաջարկել ավանդների ըստ էության նույն ավանդների խնդիրն է։ 25 տարի մարդիկ իրենց կենսաթոշակային գումարները, վճարները պետք է կൂട്ടակեն ինչ որ մասնավոր ընդ որում օտարերկրյա կազմակերպությունների հիմնադրամներում եւ 25 տարի հետո հայտի չի թե այդ գումարները ինչ ելելու եւ ինչ ռիսկալությամբ են դրանք տեղաբաշխվելու։ Դուք չեք ընդունում, որ այսօր ասելով ավանդների խնդրեմ, դուք ըստ էության մի հատ նոր շատ ավելի վտանգավոր ռումբ եք տեղադրում մեր տնտեսական եւ ինչու՞ չէ պետական անվտանգության տակ։ 2005 եւ 2006 թվականներին, երբ որ առաջին անգամ որոշում կայացեց, որ պետք է ավանդները վերադարձվեն, այդ ժամանակ ավանդների վերադարձման ուրեմն ցուցակներում ընդգրկվեց 62800 քաղաքացի Հայաստանի Հանրապետության, որոնք ունեին 138,000 ավանդային գրքույկ։ Մինչ այս պահը ուրեմն ավանդները ստացել են շուրջ 45,000 ավանդատուներ եւ մենք հույս ունենք, որ այս տարի եւ մյուս տարի բոլոր այն մարդիկ դա հիմնականում սոցիալապես անապահով խավերն էին, որովհետեւ կառավարության սահմանված ուրեմն չափորոշիչներով դրանք ստանում էին այն մարդիկ, ովքեր 2005-6 թվականներին ընդգրկված են եղել Փարոս համակարգում։ Ինչ վերաբերում է ավանդների վերադարձի ծրագիր Հայաստանում չկա, գնացեք ծանոթացեք, կա ավանդների փոխհատուցման սոցիալական ծրագիր անապահով խավերի։ Ավանդները Հայաստանում չեն վերադարձել մինչև օրս։ Ուրեմն ավանդը միայն այս թեմայի վրա մենք չենք հասցնի անդրադառնալ այլ հարցերին, դրա համար խնդրում եմ նախ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, եթե կարելի է դուք էլ փորձեք պատասխանել այն հարցերին, որոնք առաջադրել են մեր ինչքան կավելացնեք թոշակները, եթե դուք ընտրվեք եւ կարող եք խոստանալ, որ թոշակները կբարձրացնեք կամ գների սակագները։ Չէ, իրականում թոշակային, որտեղ մենք առանձին 100 քայլից բացի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիր ունենք։ Սա համաշխարհային խնդրեմ է եւ այսօր ասենք նույն Հունաստանի տնտեսական ճգնաժամի կարևորագույն խնդիրներից մեկը կապված է կենսաթոշակային համակարգի հետ։ Իրականում այս խնդիրը կա եւ լուծումները տարբեր պետք են, ես գտնում եմ, որ սա մեկ օրվա հարց չի եւ իսկապես պետք է հասարակության մեջ համաձայնության գալ այդ մոդելի հետ կապված։ Բոլորիս ապագան կապված է այդ համակարգից։ Մենք կոնկրետ առաջարկում ենք, որ պետք է կենսաթոշակները աստիճանաբար բարձրացվեն աշխատանքային թոշակները, միջին աշխատավարձի չափ պետք է չհասնեն, գոնե 80%։ Մենք այդպիսի մեր կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մեջ այդպիսի կետ գոնե դրել ենք։ Ես միշտ խուսափում եմ այդ թվային չափորոշիչներից մեզ համար դնել, որովհետև շատ դեպքերում դրանք հնարավոր են լինում, կատարել շատ դեպքերում ոչ, որովհետև ինձ համար կարևորը սկզբունքն է, մոտեցումն է, թե ինչ մեխանիզմներ են աշխատելու։ Ես մի հատ հարցին եմ ուզում անդրադառնալ, որ վերաբերում է դուք ասեք 2008 թվականի տնտեսական ճգնաժամ եւ ոչ թե 2008-ից ասում, ես հետո ճշտեցի, օրինակ երկիրը մարդկանցից է, որ 2008-ի դեկտեմբերի բյուջեն հաստատելուց, չգիտես ինչի, արդեն ճգնաժամը Հայաստանում էր, հաստատեց 6-8% աճ։ Հիմա ստեղ մի խնդիր կա մյուսի մասին։ Եթե այս տնտեսական ծրագրերը չեն կատարվի խոստումները հանրապետական կուսակցության, որի մեջ մտնում է նաև կենսաթոշակների բարձրացում, նպաստների աճ 2.5 անգամ։ ՀԿ-ի թե կոալիցիայի։ ՀԿ-ի։ Սա հետո դարձել է կոալիցիայի։ Որտեղ բոլոր իրենց ծրագրերի մեջ ամենայն դեպս 2007-ից հետո 8-ին էր կար։ Իրենց կառավարության ընդունված ծրագրերի մեջ սա կա։ Եվ կոալիցիոն ուշագիրը, որը ստորագրվեց այդ պարտավորությունը, այստեղ մի հատ ուրիշ բան եմ ասում, որ դուք ասում եք պարտավորությունները կատարել են սոցիալական, ես ասում եմ, որ կառավարությունը այդ պարտավորությունը չի կատարել, որտեղ պարտավորությունը սա էր։ Եվս մի հանգամանք, ոչ մի անգամ ես չեմ լսել եւ նույնիսկ հաշվետվությունների մեջ, որ որևէ մեկ ասես, գիտեք, ինչ կա ներողություն հարգելի ընտրողներ, քաղաքացիներ, մենք ճգնաժամի պատճառով չենք կարողացել սա կատարել։ Խնդիրը ընդհանրապես սա է։ Ես սրա մասին եմ ուզում խոսել։ Դուք արդյոք չեք հիշում նման հայտարարություններ երկրի ղեկավարի, ոչ։ Ընդհակառակը երկրի ղեկավարը հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ թյուրիմացության մեջ գցեց հանրությանը, երբ որ ասեց, որ հարկեր եւ համախառը ներքին արդյունք հարաբերությունները դարձել է 20%, երբ որ իրականում 16.98%։ Ես սրա մասին ավարտում եմ, ուղղակի նորից գալով մեկ ուրիշ հարցին։ Երբ որ խոսում ենք փոքր միջին բիզնեսի զարգացում, որը նաև աշխատատեղեր ապահովում։ Քանի դեռ հանրապետությունում չկա մրցակցություն
բոլոր բնագավառներում առավել եւս տնտեսության մեջ։ Ինչքան արտոնություն ուզում եք տաք, ինչքան դեկլարատիվ հայտարարություններ ուզում եք արեք, որովհետեւ արդյունքում իջարուց ասեմ ձեզ, որ արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը վերանում է մեր մոտ եւ վերացել է բոլոր այն հայտարարությունների արդյունքում, որ հնչել է կոալիցիայի կողմից, կոնկրետ ձեր կողմից, կոնկրետ հանրապետական կուսակցության կողմից, ես դրա համար ուզում եմ ավելի ռեալ խոսակցություն մենք ունենանք։ Իրականում դուք ինչպես եք պատկերացնում ցանկացածը, չեմ ուզում որ հիմա պատասխանեք։ Մեր Հայաստանի ապագան դուք տեսնում եք, որ կոռուպցիան պետք է լինի բարձր, որ մենք անընդհատ բարձրանում ենք, հիմա 133-րդ տեղում ենք։ Դուք պատկերացնում եք, որ մենք ընդհանրապես փոքր միջին բիզնեսի չունենանք, որտեղ այն հարցադրումները, որ կա Transparency International-ի մեջ, սա հետևանք է։ Պատճառը նա է, որ համակարգ չկա։ Այս համակարգը հուշում է, որ պետք է մեր մոտ լինեն աղքատները պետք է դառնան 36%, 2008 թվականին եղել է 27%։ Սա նշանակում է մենք պետք է արտագաղթենք, որովհետև չենք կարողանալու ապրենք։ Այս համակարգի թելադրած կանոններում այն խոստումները, որ կան, օրինակ երկրի ծրագրում հանրապետականը, չգիտեմ, ունի ծրագիր թե չէ հանրապետականում, եւ չգիտեմ, այլ ուրիշ ումը որ կա։ Ուրեմն, որտեվ համակարգային փոփոխության կարիք կա։ Խնդիրը սրա մասին է, կուզեի որ մենք ավելի այլ կամոքս կոալիցիայի համար պիտի պատասխանենք։ Դե հիմա կներեք ինքնաներկա, կարող եք ընդհանրապես չխոսել ընդհանուր տեսական դատողությունները։ Ասել, բայց որ կոալիցիոն ուժերը նոր նախընտրական սոցիալ-տնտեսական ծրագիր չներկայացրին։ Մենք սպասում էինք, ինձ մեզ հետ ակիր ՀԿ-ի, ԲԿ-ի, որ ասում էին ծրագիր ենք ներկայացրել, մեզ թվում էր բավական ծավալուն եւ լուրջ խորը ծրագիր կլինի, չստացանք եւ մենք ուզում էինք մրցակցության մեջ մտնել մեր ծրագրով իրենց հետ, բայց չեղավ։ Արտուրը կների Արտուրը ներողություն ուղղակի մի խոսք ավելացնեմ հետո կշարունակեմ։ Ես իսկապես կիսում եմ այդ տեսակետը, որտեղ ես էլ շատ մեծ ակնկալիք ունեի այն առումով, որ լսել էի, որ ծրագրեր են կազմում, բայց այդ ծրագրերում ոչ մի նոր բան չկար։ Ոչ մի, այսպես ասեմ, ես այդ բառն եմ օգտագործում, միշտ ցանկություն, չգիտեմ, կա թե չկա, բայց ամբիցիա հայերեն բառը դուք անան մի անգամ ինձ հուշեց։ Ուրեմն օրինաց երկրի կուսակցությունը ոչ միայն ցանկություն ունի, այլ նաև վճռական է Հայաստանում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են ոչ միայն ձեր նշած կոռուպցիայի նվազեցմանը կամ վերացմանը, այլ նաև սոցիալական ամենատարբեր խնդիրների լուծմանը։ Ես պետք է նշեմ, որ դեռևս նախընտրական շրջանի մեկնարկից շատ առաջ մենք բազմաթիվ հանդիպումներ էինք ունենում մարզերում եւ ազգաբնակության հետ, եւ այն ծրագիրը, որը ներկայացրել է օրինաց երկրի կուսակցությունը, շատ իրատեսական ու մրցունակ ծրագիր է։ Այն ուղղակի նշում է բոլոր այն քայլերը եւ բոլոր այն մեխանիզմները, որոնք նույն սոցիալական ոլորտում, տնտեսության ոլորտում, գյուղատնտեսությունում եւ այլ բոլոր ոլորտներում պետք է իրականացվեն եւ ծրագրերի մի մասն էլ ընթացքի մեջ են, որոնք ապահովելու են մեր երկրի զարգացմանը։ Ես տեսեք մի ընդամենը մի ուղղակի այսպես օրինակ բերեմ, մենք ուրեմն Հայաստանում 2010 թվականի նույն օրինաց երկիր կուսակցության խմբակցության падգամավորների հեղինակությամբ մենք ընդունեցինք մի օրենք, որը վերաբերում էր ինքնակամ շինություններին։ Տարիներ շարունակ մարդիկ ինքնակամ շինություններ ունեին մինչև 2001 թվականը կառուցած եւ չէին կարողանում ստանալ սեփականության վկայական։ Հիմա այդ համակարգը լրիվ արմատապես մենք փոխեցինք օրենսդրական եղանակով եւ հիմա մարդը կարող է գնալ ուղղակի իր սեփականությունը գրանցել։ Եվ նման խնդիրներ եւ նման ուրեմն խնդիրների լուծումներ ես կարող եմ բազմաթիվ նշել։ Շատ լավ, արդեն պարզ է, որ մենք չենք հասցնի անդրադառնալ բոլոր խնդիրներին, որոնք հուզում են մեր քաղաքացիներին, այնպես որ վերջի համար ես ուղղակի առաջարկում եմ պատասխանել այն հարցադրումներին, որոնք կան գների, ինֆլյացիայի եւ աղքատության հետ կապված, որ էլի կարևորագույն հարց է։ Գների զսպելու հետ կապված են շատ հարցադրումները։ Պարոն Արանյան, Դաշնակցության ծրագրում առաջարկվում է 5 տարով դադարեցնել գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների թանկացումը, ասենք Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար։ Այսինքն դուք ենթադրում եք, որ դրանց փոխհատուցում իր վրա պետք է վերցնի պետությունը, հա։ Ոչ այդ տնտեսությունների ամբողջ հասարակության համար, սպառողների համար մենք առաջարկում ենք 5 տարով այսպես կոչված մորատորի հայտարարենք այդ սակագների բարձրացման վրա։ Այսօր մեր տնտեսական համակարգով այդ սակագները որևէ կապ չունեն սպառողների հետ։ Մենք առաջարկում ենք կապել սպառողների եկամուտի հետ։ Եթե տարիներ շարունակ նվազագույն աշխատավարձ չես բարձրացել, թոշակ չես բարձրացել, բայց դու անմեն տարի գազի բարձրացման ես անդրադառնում, հիմա էլ չեն կարող բարձրացնել, որովհետև մենք ինչ հիշում եք աղմուկ բարձրացրեցինք այդ գազի խնդրով, հիմա էլ կալորիականությունն են իջեցնում, բայց սպառումն է դրանից ավելանում։
ջրի գինն ենք բարձրացնում, էլեկտրաէներգիա, դրանք բավական լուրջ խոչընդոտներ են ընդհանրապես տնտեսական զարգացման համար։ Գնաճը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոն։ Օբյեկտիվը արտաքին շուկաներով պայմանավորված, սուբյեկտիվը այստեղ մոնոպոլիա ներարկայության միջի մասին պարոն Խաչատրյանը նշեց։ Բայց մենք ասում ենք, որ սուբյեկտիվի դեմ պայքարելով օբյեկտիվը մեկը լինելու է։ Մենք պետք է ոչ թե արհեստականորեն գնաճը զսպենք եւ ցածր եկամտի քաղաքականություն վարելով, այլ պետք է նոր գումար վաստակելու, նոր ավելացած արժեք ստեղծելու հնարավորություններ ստեղծենք մեր տնտեսվարողների քաղաքացիների համար։ Կներեք մի նախադասություն է, ուզենք, չուզենք, Հայաստանում գները մոտենալու են միջազգային գներին, ամբողջ աշխարհում գները բարձրանում են։ Հայաստանում թոշակները պայել 30,000-ի մակարդակով, երբ որ քո համախառն ներքին արդյունքի 40%-ը ներկրվող ապրանքը պարզապես ծիծաղելի է։ Մենք առաջարկում ենք վարել բարձր եկամտի քաղաքականություն եւ կառուցել նոր տնտեսություն։ Ինչ է անելու ՀԱԿ-ը, պարոն Խաչատրյան, որ թանկացումները չափավոր լինեն։ Այստեղ մի ուրիշ հարցեր կա, հարցի մյուս կողմը։ Ինչքանով է հիմնավորված գազի սակագինը, ինչքանով է հիմնավորված ջրին եւ ռոռոկման ջրինը։ Գազի համար հստակ ասում եմ, որ դա հիմնավորված չէ, որտեղ մենք շատ լուրջ հիշում ենք ստորագրահավաք կազմակերպեցինք, մենք մանրամասն խորացանք եւ պարզվեց թե ինչպիսի գներ են դա սահմանում։ Ես մյուս տեսակետի կողմնակից եմ, որ մենք պետք է մեր հնարավորություն տանք մեր քաղաքացիներին իրենց եկամուտները մեծացնել։ Առավել եւս սոցիալական անապահով խավի համար ապահովել եւ նվազագույն աշխատավարձի բարձրացում եւ կենսաթոշակի բարձրացում։ Ճիշտ է, պարոն Նորանյանը այն հարցում, որ մենք ի վերջո առնչվելու ենք միջազգային գների հետ։ Ինչու հիմա չեն անում, որովհետեւ տնտեսության մեջ 2/3-ը ստվեր է։ Եվ դրա պատճառով, որ մեր մոտ շատ դեպքերում շաքարը, հացահատիկը, կարագը միջազգային գներից էժանանում եւ բոլորը զարմանում են։ Պատճառը մեկն է։ 2/3-ը ստվեր է տնտեսության մեջ։ Երբ որ այս հարցը լուծվում է, մենք իսկապես կարողանում ենք նաեւ ռեալ գնահատել մեր տնտեսության պոտենցիալը, եւ այդ բյուջեն կլինի ոչ թե 2.8 միլիարդ, այլ մինիմում կլինի 5 կամ 6 միլիարդ, եւ այդ դեպքում արդեն այն խնդիրները, որ բարձրացվում են, որը վերաբերում է հիմնականում սոցիալական խնդիրներին։ Այսինքն մարդիկ իսկապես ուզում են երկրում արժանապատիվ ապրել, չեն ուզում գնալ 5000 դրամները ընտրությունների ժամանակ օլիգարխներից ստանալ։ Այս խնդիրը կլուծվի, բայց նորից եմ կրկնում, համակարգը թույլ չի տալիս, համակարգը գնահատում է, գտնում է, որ ինքը պետք է կոռուպցիա ունենա եւ ինքը պետք է աղքատություն ունենա։ Սա է։ Եվ իրանք պետք է հարստանան։ Եվ համակարգի վերջին հարցը, պարոն Միսակյան, ձեզ համակարգի դիմադրության պայմաններում դուք կարող եք խոստանալ, որ պատասխանել դրական հնչած հարցերից մեկին, որ կբարելավի սոցիալական վիճակը մարդկանց եւ 5 տարի հետո կլինեն ավելի պակաս աղքատ։ Այո, ես մի օրինակ բերեմ, օրինաց երկիր խմբակցություն ազգային ժողովում հիմա մի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը ենթադրում է Երևան քաղաքում սահմանափակել սուպերմարկետների թիվը։ Տեսեք, այսօր սնկի պես աճում են սուպերմարկետները։ Այո, իհարկե, դա ուղղակի ազդեցություն է գործելու հարակից խանութների եւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, որովհետեւ երբ որ այսօր Հայաստանում Երևանում սնկի պես աճում են սուպերմարկետները, դա ենթադրում է, որ կողքի բոլոր խանութները Ուրեմն, ոչ, նման օրենսդրություն մենք չունենք, դա աշխարհի բոլոր զարգացած երկրներում եւ մասնավորապես այն քաղաքներում, որոնք մեգապոլիսներ են, այդտեղ կա օրենսդրություն, որը սահմանափակում է այդ սուպերմարկետների քանակը։ Չափորոշիչներ է սահմանվում, կա, օրինակ ես կարող եմ բերել Ֆրանսիայում այդ օրինակը, կա, կարող եք դուք ուսումնասիրել եւ տեսնել։ Եվ մի բան ես ավելացնեմ ու ավարտեմ, այո։ Ուրեմն, մենք առաջարկում ենք օրինակ կենսաթոշակների ինդեքսացիա։ Երբ որ Հայաստանում գները բարձրանում են, պետք է համապատասխան բարձրանան նաև կենսաթոշակների աշխատանքն ինչի դեմ քվեարկեց ձեր խմբակցությունը։ Ավելի ճիշտ ապարեց, մենք երբ որ այսպիսի առաջարկություններ ենք դնում, կոալիցիոն ուժերը դե չեն կարող դեմ քվեարկել, չէ՞, սիրուն չի ժողովրդին ասեն, որ մենք դեմ ենք ինդեքսավորման բան չեն մասնակցում քվեարկությանը, որպեսզի քվորում չլինելու պատճառով մեր առաջարկությունները նվազագույն աշխատավարձի, կենսապահովման նվազագույն բյուջե եւ զամբյուղի թոշակների վերաբերյալ տապավել։ Գնացեք նայեք, քանի նման օրինակներ կան այսօր այս խորհրդարանում ունենալ ավարտեմ առաջարկում ենք Հայաստանում ունենալ կոնկրետ թիրախային սոցիալական ծրագրեր, որոնք կոնկրետ սոցիալական խմբերին կառաջարկեն եւ կոժանդակեն ապահով զարգացում։ Մասնավորապես Հայաստանում կա 180,000 հաշվանդամ։ Մենք հիմա առաջարկում ենք ստեղծել հաշվանդամների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողով եւ ազգային ծրագիր, որը հաշվանդամների հիմնախնդիրները լուծում է ոչ թե կոնկրետ 1 տարի կամ 2 տարի կտրվածքով, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչ Արտուր Միսակյանը, Հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության ներկայացուցիչ Արա Նորանյանը եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։